Հիսուս Քրիստոսը դա փրկիչ է, որը եկել է փրկի մարդկությունը, տվյալ դեպքում հայ ժողովրդին։ Եվ այդ խավարի մեջ ապրող հայ ժողովուրդը չի հասկանում, որ եկել է փրկիչը, որը բերում է խաղաղություն, որը բերում է ազատություն, եւ այդ ժողովուրդը հալածում է այդ փրկիչին, եւ այդ փրկիչը պարբերաբար տառապանքների մեջ է գտնվում։ Հիմա լսենք իրեն, ինքը շատ լավ նկարագրում է իր տառապանքները եւ իր առաքելությունը։ Հիսուս Քրիստոսը մարդացած Աստված է եւ ինձ համար իդեալ է։ Հիսուս Քրիստոսը իմ հարազատն է։ Հիսուս Քրիստոսը իմ ուսուցիչն է։ Հիսուս Քրիստոսը իմ Աստվածն է։ Հիսուս Քրիստոսը իմ ինքնությունն է։ Հիսուս Քրիստոսը իմ հոգին է։ Հիսուս Քրիստոսը իմ սիրտն է։ Հիսուս Քրիստոսը իմ միտքն է։ Ես ապրում եմ Հիսուս Քրիստոսով եւ ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը ինձ առաջնորդում է, ես չգիտեմ ինչքանով եմ կարողանում առաջնորդվել, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը նա մտավ տաճարի տարածք եւ շուռ տվեց սեղանները, ասելով, որ այս տաճարը սրբության տաճարը դուք դարձրել եք առևտրի եւ դալալության միջավայր։ Նույնիսկ Հիսուս Քրիստոսը մտավ տաճար եւ շուռ տվեց այն սեղանները, որտեղ պղծվում էին սրբությունները։ Ինձ համար պակաս կարևոր չէ Հիսուս Քրիստոսի քաղաքական ընկալումը, որովհետեւ ինձ համար Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդի է, այլև առաջնորդի իդեալական կերպար եւ իմ ընկալմամբ նաեւ երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը